ով կողցավ մեզ մեր խաչը։ Այո, կողմը եկավ և կողցավ մեզ մեր խաչը և թաղած է մեր մեղքերում դարը։ Հատիկա մեր ոչ բարի ժամանակն է, մեր սպաղված օրերն է, այո, կողեր կան, որ կուքան մեր կյանքը և ժամանակը կկողնան և դանցնին օրեր, տարիներ դանցնին, և հանգարց և մեր կթարման գնայինք, պամը չեք գրած։ Այո, կողեր կան, որ կուքան մեր կյանքեր դանցնին, որոնց անունն է տրամաբաշխություն, որոնց անունն է հպարտություն, որոնց անունն է թիրք, պաշտոն, այո, անդ կողերն են, կուքան մեր կյանքեր կանցնի, մեր կյանքն կանցնի իրենց հետ, բայց բարգյամը ետև կթարնանք և կտեսնենք, որ պամը չեն գրած։ Պողոս Արաքյալ լսել, խաչը քրիստոնյային համար Աստուծո իմաստությունն է և Աստծո ուժը։ Հա, ուրեմն, եթե Աստծո ուժը պետք է ունենան, նախ պետք է իմաստություն ունենան։ Ի՞նչն է իմաստությունը։ Իմաստությունը միտքդ փոխես, նպատակդ փոխես։ Հարցնենք ամեն մեկս մեզի, ինչու համար գալիս։ Շատ բաց պատասխան մի դիտանք։ Ինչպես ամեն մարդ կսե։ Ապրիմ, զավակներս մեծնեմ, անուն ունենամ, թիրք ունենամ, անեն նպատակը։ Այդքանն է նպատակը կյանքի։ Եթե այդքանն է, ուրեմն երբեք տարբերություն չունիս ուրիշները որոնք նույնը լսել։ Ինչ է հավատը։ Պողոս Արաքյալ փանդի մեջ կչարչարվեր, շատ ավելի ուրախ է, քան այն ժամանակ, որ երիտասարդները և քրիստոնյաներում գարած էր։ Մեկ դեպքը պատահեցավ ամբողջ իր կյանքը փոխեց, նպատակը փոխեց։ Եվ Դամասկոս կերտար, և ճամփան Հիսուս անոր երևցավ։ Եվ ասա, ինչու ինձ գարած։ Պողոս Արաքյալ շատ կարևոր հարցումը տվավ Աստծո։ Եվ այդ հարցումն է, որ իր ամբողջ կյանքը փոխեց։ Ասա, ով դեր, ինչ կուզես, որ ես քեզի համար ունեմ։ Ով դեր, ինչ կուզես, որ ես քեզի համար ունեմ։ Մենք ամեն հարցը հարցնանք։ Ինչ կհարցնենք։ Իրեք ինչ։ Ով իմ անձս, ով ես, այսօր ինչ եմ։ Բայց կհարցնենք, ով դեր, այսօր քեզի համար, ինչ եմ։ Ինչքան ատրանշա, հարստություն ունենանք։ Թերևս այդքան ուրախ և կող չլակ։ Բայց երբ ամորն է չնչի բաժինը, կարնեք և կարիքավորի ուդակ, ինչքան ձեր հոգին ուրախանա։ Այո, որովհետև հոն է որ փարիկը փորձեցի։ Հոն է որ Աստծո ճամփան արի։ Հոն է որ դսկաս ուրախությունը գեզի հոգևոր։ Աստված ադի կուզե։ Վարգյամ Աստծո հարցնեք ինչ կուզես։ Քեզի դսե։ Խաղաղություն կուզեմ։ Կուզեմ, որ իրար սիրեք։ Կուզեմ, որ իմ անունս տարածվի։ Անցյալ քարոզից հիշեցի և նորեն ուզեմ հիշել։ Աստված ուկա մեկում կհարցներ, ինչ էր իր կյանքիդ մեջ։ Կսկսի ասել, աշխատեցա, զավակներուս այսօրի, ես աստիքին ասած, կսե անցիր։ Երկրորդին ուկա, կսե թուն ինչ էր, կսե աշխատեցա, ասկան մեծ հարստություն տիզեցի, այսքան հաջողություններով ասած է անցիր։ Երրորդին ուկա, կսե թուն ինչ էր, որովհետև երրորդը լսեց մյուսները ինչքան պատմեցին և ինչքան թվեցին, ետև թե ինչեր հրազեն իրենց կյանքի մեջ,
գսե, ով դեր գսե, ես դեր չհասա, բայց օգնեցի, որ եղբայրս դրվասն, օգնեցի իմ աղբաննջորից, օգնեցի իմ շրջանի եկեղեցու, օգնեցի այն ամեն աղքատին իմ գրծածից չափով, երբ տեսա, Աստված գսե, թուն ճիշտ էր, կդառնամ Իսրայելում գսե, եթե ես չիդայի այն ամենը կյանքիդ մեջ, թուն ինչպես պիտի ասեմ, այն ամեն ինչը որ մենք ունենք, եթե Աստված չգամեցավ, ինչպես կրնայինք ունենալ, Աստված գուտա, մեզ դված է մեր առողջությունը, զավակները, ընտանիքը, մեր կյանքի պայմանները, անիգա դված է, որպեսզի այդ շահագործենք, դուք բոլորդ գործի մեջ եք, չէ՞, բիզնեսն են քաղաքարունիկ, եթե ձեր դերը ձեզ ընկերություն մտա, բիզնես մտա եւ ասե, արեք, դնորենը եղիր անոր, ինչ մի դնեք, պետք է զարգացնեք, չէ՞, զարգացնեք, ուրիշ աշխատողներ ունենանք, եւ Աստված ինձ հեվով ձեզ տված է այդ ամենը եւ գսե զարգացեք։ Ի վերջո պիտի կա այն օրը երբ քեզ էսե հաշիվ տու։ Ասքան բան ես քեզ բարապեր դվի։ Այս ամեն ինչը ես քեզ դվի, որ վերջը հաշիվ տաս։ Ատկու ունեցածով որուն ինչրի։ Ո՞ն է որ միան կսկանք, որ Աստված ուժ է։ Հիմա շատ անգամ չենք զգար, որ մեր կյանքը իմաստուն։ Ինչու՞, որովհետև Աստուծո իմաստությունը չունենք։ Եվ երբ որ Աստծո իմաստությունը ունենան, Աստծո ուժը կտեսնեն մեր կյանքի մեջ։ Բայց դժբախտաբար քողը եկած է եւ կքողնա մեր ժամանակը, մեր ուղեղը, մեր կյանքը եւ վարդյամը յետև գնային կտեսնենք,